Աստծո սրտանց փառք ուտամ այս արիթին համար, ասիգա շատ ինձ համար եզակի արիթ է։ Քանի որ երբ որ ասրա համդայես, քացի միջև մանկության դարիքս մեջ դեպիլ դեմա, ինչ որ 7-8 տարեկանից որ ես ասիգեցի մեջը մեծերեմ, պիանոնաս կոմներ այնադեն եւ ես կնվագեի արդեն 8-9 տարեկանից փառք Աստծո փյուր փառք որ Աստված անգամ եւս արիթ տվավ եւ որ մը գիրագի արտումը գիշեմ պատերազմի at քեշ օրերուն Եկան խոս պիանոն կնվագեմ գոր ռումպի ինգա մի քանի ասանք բերեմ բաներ իջան արդեն ժողովուրդ դուրս բախավ կացինք այսինքն ցեզ անձանոթ բան չի ասիգա բոլորը դալ աբրածեք եւ դակավին գաբրիկ ուրիշ տեսակ վիճակներու մեջ անորոշություն անաբահովություն եւ Աստված ցեզի ադոգունությունը դբեր է թիմանալու եւ շարունակելու աս վիճակներու մեջ փառք Աստծո եւ դեռ ցեզի չի ցկեց միջև այսօր չէ փառքերոց Մոդադենեն օթերը պիտի բաղի, թեև ադիգա թեր չեմ դեսներ որ լիբանանի մեջ, արդեն Կանադա սկսավ այսօր գնայի որ բادرին արդուները 10 է, 12 է, ծորեգին 20 է որ, բայց բաժակետնի սիզոնը կսկսի որ այսինքն այդ եղանակը, որը սկսենք մեր ժակետները, վերարգուները հագնել եւ օգտագործել։ Այսօրվա մյուսս վերարգուի մասին միտլա, վերարգու Հոգևորապես վերարգուն մի քանի իմաստ կներկայացնի մեզի։ Առաջինը հեղինակության բան ունի իր մեջը, պատկամ ունի, որ իր թիրքը կներկայացնի, անցումը որ վերարգու ունի, հեղինակություն ունի եւ թիրքը կներկայացնի, ինչպես Եղիամարգարեն եւ Եղիսե ադոր պիտի նայենք։ Երկրորդ վերարգուն դարձյալ գոչումի calling, այսինքն գոչում կամ ուղղությունը, կյանքի ուղղությունը ստանալու այդ իմաստը ուտա եւ երրորդը վերարգուն սուրբ հոգվուն լեցունության օձումի այդ իմաստը ուտա մեզի ուրեմն սիրելի քույրեր դու եւ ես չի դնած Աստված արդեն ամեն մեկուս համար վերարգումը ցեված է մեկուս մարմինը մյուսին չի նմանիր ժամանակի գիտեք ամենս ալ գարվեին հակուստ հիմա երթաս small medium large կփորձես քիչ մը վերը ներգլա վարլայն գլա բայց կհակնենք բայց Աստված քեզի եւ ինձի համար վերարգու ցեված է դուն չի ծնած արդեն ի հավիտենից որոշած է ադիգա եւ այդ վերարգուն կուզե որ դուն օգտագործես ուրիշներուն ծառայելու ոչ թե դուն քո անձիդ համար ինչպես որ Եղիայի եւ Եղիսայի օրինակի միտինայինք 4-րդ թագավորած երկրորդ գլխում 10-րդ համարը երկրորդ գլխում 10-րդ համարը երբ որ Եղիան երկինք պիտի առնվեր հրեղեն գարկով գսե ու Եղիայի վրայեն ինգած վերարգուն վերցուց եւ դարձավ հորթանանու եզերքը գայնեցավ ասի Եղիսեն է Դարձյալ երրորդ թագավորած 19-րդ գլխում 19-րդ համարը գսե եւ անգե քնած ասի Եղիայի համար է ու Սափադի որդին Եղիսեն կդավ որ արդ գվարեր իր արջեր 12 զույգ եզներ ունենալով ու ինք երկրորդին հետեր ու Եղիա անոր կովեն անցնելով իր վերարգուն անոր վրա ցկեց կտեսնեք որ աս վերարգուն ցևով մհեղինակություն ծառայության իմաստ մգա եւ ադի է որ գփոխանցե Եղիան Եղիսեի եւ ուրիշ դեպքն ալթացիալ Եղիայի համար գսենք գիտեք Եղիան երբ որ հեզապելեն վախծավ փախավ Եվ սա որ ով դեր կյանքս ար վերջացալ, ես ինչ իմաստունյալ ապրիրս, եւ Աստված անշուշտ 3 անգամ իրեն դարբեր ցևերով խոսեցավ, ի վերջո երրորդ թագավորած 19-րդ գլխում 10-րդ համարը գսե, ու Եղիա, այսինքն հիս Աստծո փառակ ցան երբ որ լսեց, զանիգա լսածին պես իր վերարգույով երեսը ծածկեց ու ելավ քարայրին փերանը գայնեցավ եւ այլն։ Ուրեմն վերարգույի գործածությունը կտեսնենք։ Շատ հավանաբար Եղիայի վերարգուն ոչխարի մորթե կամ ուղդի մազե շինված էր եւ ներկայացնել իր մարգարեական գոչումը։ Այսօր համար էր որ իր վերարգուն հանեց եւ Եղիսեի վրա նետեց, երբ որ իր ծառայության վերջավորության մի դիկար։ Եվ երբ որ Եղիա երկինք առնվեցավ եւ վերարգուն վար նետեց, չառնված Եղիան իրան ինչ ասավ։ Ինձ մեկ բան խնդրեց, սա որ քեզի գուտամ։ Ինչ խնդրեց Եղիան, Եղիսեն Հոգիით գրտնաբադի գխնդրեմ ասավ։ Եվ սուբ գիրքի մեջ արձանագրված է որ Եղիա 7 հրաշքներ արավ։ Իսկ Եղիսե քանի հրաշք արավ 14։ Գրտնաբադի արավ, երբ որ վերարգուն արավ,
ցեվով at հեղինակությունը արավ, at ծառայության, at գոչումը արավ եւ Սուրբ Օգուն լեցունությունն ալ իր վրա եկավ, երբ որ վերարգունը ստացավ։ Եվ երբ որ նոր վերարգուն արավ Եղիսեն, 4 Թագավորաց 2:14-ի մեջ կգացանք, ու Եղիայի վրայեն ինգած վերարգուն արավ, ճուրերուն զարգավ, հիմա նոր վերարգուն արավ։ Ու ըսավ Եղիայի դեր Աստվածը ուր է հիմա, ու երբ ճուրերուն զարգավ, մեկ կողմը ու մյուս կողմը բաժնվեցավ ու Եղիսե անցավ։ Արդեն երբ որ արավ այդ վերարգուն սկսավ կործածել ամիջապես։ Այդ զորությունը տեսավ եւ առաջին հրաշքն էր որ հոսրավ, երբ որ հորտանանու քեդը բաժնվեցավ։ Դարձյալ նոր գդագարանի մեջ ուրիշ մեկը կար որ վերարգու գահակներ, եթե գուզեք մտածել, ով գրնալ վերարգումը, բատբոջանը, Բողոս Արաքյալի մասին հիշված է վերարգուս Փերգսե, այո, բայց միտքս ուրիշ անցմը գա, ավետարաններում մեջ ավելի եթե գուզեք միտքերից աշխատել, ես մեր քույրերուն ասանք երբեմն միտքերին աշխատել գուտամ եւ ամենեն արագ գիտեք ով գիտնա։ Նեկտար քույրը գիտնա։ Դու գիտեք արդեն իրեն։ Հիմա շատ արագ գիտնա, Փարքաստո։ Նոր գդագարանի մեջ կտեսնենք Քրիստոսի վերարգուն շիդագ է ադիգագա, բայց ավելի ծառայողն ու որ վերարգամ գահակներ, գաշի է հանդերձ գահակներ, Հովանես Մգդիչ, բրավո, Հովանես Մգդիչ, Հովանու 14 ներողություն, Հովանես Մգդիչ, Մատթեոս 3:4-ի մեջ կսե, եւ այս Հովանեսը իր հանդերձը ուղդիմազ է ու մեջ կոդիգաբաց էր եւ մարախ կուտեր անաբատները գաբրեր։ Հովանես եւ Եղիա վերարգուներ ունեին եւ իրենք փնորոշված էին իրենց յուրահատուկ վերարգույով։ Հերու ենք գիտնային մարդիկ, օ, Եղիան է ասիգա, վերարգուն գիտեք այնադեն մեծ պատմուջաներ։ Եվ ինչպես ասի քույրեր, ամեն մեկս արդեն որպես Աստծո զավակ Աստված մեզի համար վերարգումը ցեված է։ Ուրեմն ինչպես մենք կրնանք ստանալ Աստծո ծրագրած յուրահատուկ վերարգուն իմ եւ քո կյանքիդ մեջ։ Առաջին Աստված արդեն քո վերարգուտ ծրագրած է, դու չի ծնած։ Մենք չենք որոշել։ Գիտեք ինչի գնման է ասիգա։ Ամեն մեկս հագումներ ունենք, կարողություններ ունենք, դաղանտներ ունենք, սիրքեր ունենք եւ Աստված անոր համեմատ մեզի գփնորոշ է։ Օրինակի համար մեկը շատ քեղեցիկ արտուզար ծերայինի կարողություն ունենա, որ ես 0 եմ ադոր մեջ դեկորնելու, ադոր համար Աստված ад վերարգուն գուտա իրեն գսե քույրս տուն գուզեմ որ այս ինչ սրահը զարդարես Աստծո փառքին համար, որովհետեւ ժողովուրդ երբ որ կա, հոն քեղեցիկ նոլորտ մաստերզվի։ Ուրիշ մեկը գրնա խոսելու կարողություն ունենալ։ Ուրիշը երաշտական ունենա, ուրիշը սորվեցնելու ունենա, ադոր համեմատ մանկութենեն արդեն կարողությունները որ Աստված մեզի տված է, եւ երբ որ մենք ալ ադիգա գարզարձենք, շիդակ հոգիով, շիդակ ցևով, սորվելով, մեգումը ցերքին դակ սորվելով, շատ կարևոր է, ինչպես որ Եղիսեն Եղիայի ցերքին դակ 10 տարին ավելի սորվեցավ։ Եվ այդ սորվածերն գիտեք ինչ կներ, չէ՞, Եղիա եղբայրս ես ալ պիտի կարոզեմ, ես ալ հիմա հաջորդը պիտի լամ, չէ՞։ Կսե Եղիայի ցերքերուն ճուր գտապեր։ Այսինքն բարձ գործեր երածը։ Դարձյալ Դավիթ վերարգում ուներ, ոչ թե այսինքն իրական վերարգումը, բայց գոչում ուներ, ինչ էր Դավիթի վերարգում որ գահակներ, բադանեկութենեն արդեն թաշտերու մեջ երբ որ ոչխար գարած էր, քնար գնվակեր։ Եվ այդ վարժությունը, երբ որ ամեն օր ինքը փորձ գնե, օր մնալ երբ որ մեծավ, Սավողին բալադը քնած, որովհետեւ իրեն նվակելով իր ճիղերը հանդարտեցնի, անշուշտ բավական բանի ալ ենթարկվեցավ հարցակումի, եւ Աստված ադիգա իրեն դալով ահավասիկ սաղմոսները գրեցինք։ Ուրեմն վերարգուներ, որ Աստված մեզի տված է։ Երկրորդ մեկ բանը, երբ կծառայես Աստված քեզի այն տեղը գբերե, որ ծրագրած է որ դու իր վերարգուն ընդունես։ 4 Թագավորաց 3:11 քիչ առաջ ինչպես էսի աս համարը գարտամ։ Եվ Հովսապատ ըսավ. այստեղ դերոջը մարգարեմը չկա, որովհետեւ անոր միջոցով դերոջը հարցնենք։ Ու Իսրայելի թագավորին ծառաները մեկը պատասխան տվավ ու ըսավ. Եղիայի ցերկերուն ճուր լեցնո Սապատյան Եղիսեն հոսե։ Ուրեմն երբ որ վերարգուն ստացավ Եղիայի, իր գործը ինչ է թերմիան ճուր լեցնե որ ցերկերուն։ Մեծ բաներ չեն, հրաշ չէ այդ ծագավին։ Երևելի անցմը չէ։ Ինչու քանի որ ինքը հիմա պիտի հաստիրակվի, պիտի խրատվի, պիտի
քայլ առ քայլ հետևի Եղիային որպեսի սորվի։ Ուրեմն երբ որ գնդունից տուն Աստծո վերարգուն, երկրորդ պիտի փերես ատդեղը ըլլաս, որ Աստված ծրագրած է քեզի համար։ Նույնպես Հովսեփ, գիտեք Հովսեփ 17 տարեկան էր, Աստված իրեն երազում տվավ։ Ըստ որ 11 աստղերը լուսինը արևը քեզի երկրպագություն բիտնեն, ծորենի բորաները քեզի երկրպագություն բիտնեն, ինքն ալ, այսինքն քրեհիկ ծավով չոջուխ, ելի տունա բատմե ամենուն։ Վայ, բատմեցի, հա, տունես մասի էսողը։ Բայց այդ երազը երբ իրականացավ, 17 տարեկան եղբայրները երկրպագություններին իրեն ոչ։ 20 տարի անցավ քույրեր։ Ինքը քնած ծախվեցավ, փանդը քնած, բետապրեսիդունը սկիզբը ծարայեց, գտեսնեք որ վերագուները կփոխվի գոր։ Եղբայրներուն ծարայեց, բետապրեսի ծարայեց, փանդը ծարայեց, 30 տարեկան էր որ փարավոնի հաջորդ եղավ։ Եվ 7 տարի արադության շրջանեն եկավ որ նեղությունը սկսավ, 37-38 տարեկան էր քրեթե որ եղբայրների հետ եկան։ Եվ այդ վերարգուին իրականացումը ինքը ապրեցավ։ Ուրեմն Քույրս, Աստված գրնալալ քեզի վերարգումը տված է, եւ ցուն գիտես ինչ ադի, բայց ցուն հիմա չես կնարծարայել, որովհետեւ Աստված քեզի դարբեր հանգրվաններու մեջ պիտի։ Գհիշեմ, երբ որ ես Ամերիկա ուսանեցա եւ մասնակցեցա երաժշտության մեջ, ամուսնացանք Լիբանան եկանք, ասի 82-ին գլա, եւ յետեւի բզիկները սկսա ունենալ, ես վարժեր եմ, բիտնվակեմ, պիտի ծարայեմ, դու նստերեմ։ Շատ իմաստուն քույրը ինձի Գհիշեմ ճիշտ մեր դունը որ հոս խայլ բադավի էր, եկավ, եւ ըստ որ քույրս ասավ, տուն հիմա գնմանիս հավոմը որ թողսի նստեր է իր հավգիտներու վրա։ Տուն հիմա բիտնստիս, փամի չնես։ Թյուրին է։ Չէ, թյուրին չէ, ես բոլոր կյանքս վազել վարժվեր եմ բիտնստիս։ Թյուրին չէ նստիլը, բայց ես պետք էր նստեի։ Եվ հետո Աստված ուրիշ նստիլներ տվավ։ Ուրիշ բաներ արավ, աղ որ Աստված ասանք, մի մաչեն, մի մծախեն, մուրջի հարվածները կղրգե, որբեսի մեզի Քրիստոսի պատկերին մանցնե։ Եթե ոչ, ամեն մեկս ալ, թևերից կսոտենք, եկեք նայեմ գսենք, ես հոսեմ։ Եվ Աստված ալ գսե որ օքեյ, ինչպես Հովսեփի իրավ։ Չենք կարդար, եթե Հովսեփ հբարդեր կամ ինքնահավաներ, ինքնակլուղը չենք կարդար, բայց կրնալը։ Չեք խորի 17 տարեկան բադանիմա, եւ որանանք դեսիկ մգունենա, ինչ պիտլա իր ներքին հոգեվիճակը, անշուշտ սրդի մեջ եմ իցե եղբայրներուն արծի որ ես հոսեմ։ Չսեր թերևս, բայց մեջ են լսե։ Գիտեք քույրեր, մենք մեր մեջ են ինչ որ գխոսինք, Աստված ամենը կտեսնի։ Ես անգամ երբեմն գսեմ որով դեր, աս խորհուրդները շիդակ չէ, մենք չի տեսներ գոր, բայց երբեմն մեր այդ խորհուրդները հոգեգան վիճակը կստեղծեն մեր 4 կողմը, որ հոգիով արդյոք մարդիկ կսկան եւ գսեն օ, աստեղ վիճակը կա։ Աստվածը երբեմն ադիգա խոնարեցնելու ծևերը ունի, երան ես խոնարեմ առաջ որ Աստված խոնարեցնի, չէ։ Ուստի Աստծո հզոր ցերքին դա խոնարեցեք, որովհետեւ ցեզ ինքը իր ժամանակին բարձրացնե։ Ուրեմն Աստծո ժամանակին սպասե որ վերարգուն կործածես։ Ինչպես Եղիսեն 10 տարի ճուր լեսուց միան։ Կայլ արկալ Եղիսեի յետևեն կնաց։ Բանի բես, ինչ կսեն զարայի բես։ Ինքը Եղիսե տուն 24 հատ ես ունեիր, տուն աղվոր բիզնես ունեիր։ Տուն այդ բիզնեսը ցկեցիր ուր կացիր Եղիսե։ Չէ, եկնային կոչում արավ, բայց այդ կոչումին իրականացումը միջևը լա, ինքը ցերկ պիտ լվա միան։ Այո ջանիկս, it's okay, հոգիս, it's okay։ Ամենս դա մամա մեծ մամային կոսկա հասկանանք։ That's okay, մնաց չունի։ Ուրեմն Աստծո ժամանակին սպասե, որովհետեւ այդ վերարգուն որ քեզի դվավ, եւ գիտես որ ունիս, կորզածիս, շիդակ ձևով։ Երրորդ մեկ բանը, որ ինչպես կնաս գիտնալ Աստված ինչ յուրահատուկ ծրագիր ունի քո կյանքի մասին, գրնալա որ մի քանի վերարգուներ հագնես։ Մի քանի վերարգուներ, այսինքն կյանքի որոշ հանգրվաններ անցնես, ինչպես քիչ առաջացի։ Եղիսե առաջ ծարայի վերարգուն ուներ, երբ որ ծարայի վերարգուն ելավ վրայեն, նայեցեք ինչ լավ։ 4 թագավորաց 2:12 գսե ու Եղիսե գտեսներ ու աղաղակեց. Հայրիմ Իսրայելի գարքը ու անոր ցիավորները ու ալ չտեսավ զանիգա եւ իր հանդերձները բռնեց ու զանոք երկուի բադրեց։ Գա վերարգուներ որտուն պետք է բադրես վրա այդ։ Գա Աստված թողծցնե։ Վիճակը մկանցնիս, հինը բիթանես, նորը բիթակնիս։ Հինը հանել կա նոր հակնիկա։ Ադիգա հանես բադրես նեդես որբեսի Եղիայի վերարգուն նոր արավ, չէ, երկինքեն երբ որ ինգավ։ Հինը նեդեց վրայեն։
նայենք Հովսեփի կյանքին մի քանի հանդերձներ, որ ինքը ակավ։ Ծննդոցի մեջ մի քանի համարներ պիտի կարդամ։ Ծննդոցի 37-րդ խոսքի մեջ գիտեք իր հայրը իրեն բազմակում պատմություն մգարեց։ Ծննդոց 37-3 կսե եւ Իսրայել իր բոլոր որդիներեն ավելի գսիրեր Հովսեփը։ Ոստեղը մեզի մայրերուս 10 մգա։ Հավանաբար ցեզ մեծամասնություն միայն մեկ զավակ չունի, երկու հատ կոնե, 3, 4, 5 զավակ ունին։ Գիտեք, ինքնաբերաբար այդ զավակը որ քեզի ավելի հնազանդ է, ավելի սրդագից է, ավելի քու ուզած ծևով կվարվի, սիդը դանոր ավելի կկապվի, չէ։ Մյուս զավակները ինչ կսկան։ Գիտեք, որքան իմաստություն է քույրեր, որ մենք այդ նախընտրությունը չի ցուցաբերենք մեր զավակներուն։ Քանի որ նույնիսկ երբ որ բզդիկ են, իրենք անգամ կսկան աս երեխաները։ Հիմա իմ թորնիկներս աղջիկս 2 զավակ ունի, մեծ աղջիկը 6.5 տարեկան է եւ բզդիկը 3.5 տարեկան է, երբեմն մորը գսե որ դու եղբորս ինձ մի ավելի գսիրես։ Քանի որ բզդիկը հնազանդ է իրեն։ Ինքը նա քիչ ասանք չարաջի է։ Ուրեմն այդ երեխան նույնիսկ կսկա եւ ինձ գսե մամաս գսե եղբայրս ինձ մի ավելի գսիր է։ Պատկերացուցեք, եթե երեխան գսկա հաբա մեր մեծ զավակները, թորնիկները սկուշ շնտանք, ասիկա փագակիզի մեջ բզիկ միջանկյալ խորհուրդ մնե, որ գուզեմ բաժնեկցի։ Ուրեմն Իսրայել իր բոլոր որդիներեն ավելի գսիրեր Հովսեփը, քանզի անի իր ձերության որդիներ եւ բազմակույն պատմուջան շինեց։ Առաջին հակուստը որ հակավ Հովսեփը, բազմակույն պատմուջանը եւ վստահ եմ որ հակավ, ասանք շատ գլուխը բարձր, գիտեք, վերջապես բաբային ամենասիրած զավակն է, քալելով եղբայրներուն արչև մեկ հադալասակ ինքնին կծծուցնի, բնական է անոնց մեջ արդեն գսկան իրենք, ալավելի ատնախանցը կրկրեց։ Առաջին պատմուջանը որ հակավ։ Երկրորդը Ծննդոց 39, հիմա բիդի ցածկենք, երթանք ինքը արդեն զախվեցավ, Եգիպտոս գնաց, Բեդապրեսի դունը աշխատեցավ, Աստված օրհնեց եւ իրեն, քանի որ ինքը հավատարիմ էր, Աստված խիստ օրհնեց Բեդապրեսի դունը։ Բայց չարը որ անգնեմ պիտի կա, ինչպես թագատի մեջ պիտի կա աս երդասարտը, որ ոչ եկեղեցիկակովը, ոչ հավատացյալ ընկեր ունի, մեկը չի գա միան Աստված ունի վերը, բայց ինչ հավատարիմ զավակ մներ աս Հովսեփը, որ այդ փորձության թիմացրեց։ Ծննդոց 39:12 գսե ու դիգինը բռնեց անոր հանդերձեն ասելով եւ այլն։ Երկրորդ հանդերձն է ասիգա։ Դիգինը իր հանդերձ Առաջին պատմուջանը քնած ցածխեցին արյունի մեջ հորը դարին ստուդենալ ավոր մկլորեցին։ Երկրորդը հանդերձը։ Աս հանդերձն էր որ ինքը որպես նույնին վերակացուն վստահված էր իրեն։ Ադիկա գնգան ցերկը քնած։ Երրորդը հիմա բանդի մեջ քնած Հովսեփ 41:14 գսե այն ադեն Փարավոն մարդ խրկեց ու կանչեց Հովսեփը եւ շուտով բանդեն հանեցին զանիգա ածիլվեցավ ու իր հանդերձները փոխեց։ Ինչ տեսակ հանդերձեր ասիգա։ Բանդի ակուստեր, գիտեք բանդերի մեջ նարնջակուն գահակնին, երբեմն գտեսնեք տեղին գահակնին, ասակ ամենը մեկ սերի գահակնին։ Բանդի, այսինքն անարքանքի հանդերձ է ասիգա։ Ով ուզե բանդի ակուստակներ գույրեր։ Ով։ Ուզեցին։ Ես չեմ ուզեր, բայց Հովսեփ ակավ։ Բայց Աստված հանեց վրա են, Փառք Աստծո, հանեց վրա են։ Եվ չորրորդ հանդերձը 41-42 ծննդոց գսե եւ Փարավոն իր ցերկեն մադանին հանեց ու Հովսեփի ցերկը դրավ ու անոր փեհեզե հանդերձներ հացուց, անոր բարանոցը ոսկե մանյականցուց եւ այլն։ Հիմա Հովսեփի կյանքի մեջ տեսակ կյանքի շրջանները, գունավոր պատմուջան, հանդերձը որ Բեդապրեսի գինը բռնեց Փանդի հանդերձները եւ Փեհեզե հանդերձը որ Փարավոն իրեն տվավ։ Ուրեմն քույրս, ես եւ դու մենք ասկյանքի հանդերձները կհակնենք եւ կհանենք։ Դերևս քո պատմուջանը հիմա Փարավոր պատմուջանն է։ Գամ քո պատմուջանը անփաստանության պատմուջան է։ Մարտիկ եդեվետ խոսին։ Ալլա, շուշտ։ Գամ փանդարգության։ Փանդարգված ես։ Դերևս ցեզ մեջ շատերը միշտ ունեք ոչ մեկ բան գրնագնել, հիվանդ մգա անոր բիտնայիկ, վիճակ մգա որուն թադավարդված ես։ Բան չես գնալորնել, բռնված ես եւ ադոր պիտի նայես։ Կանանակ վիճակներ, փանդարգության պատմուջանը հակած ես դերևս եւ գամալ շքեղ, փարավոր հանդերձներ։
Աստված ինչ որ գնե իմ եւ քո կյանքիդ մեջ ընդունենք այդ հանդերձները, որ մեզ կա։ Որովհետեւ Սաղմոս 30:11 գսե իմ սուքս բարի փոխեցիր, քուրծս ինձ մի անեցիր։ Ով ուզե քուրծով ապրիլ միշտ։ Այդ քուրծը որ թելիս է կարծեմ, չէ՞, ամեն գջե մարմինը։ Ով կսանչոշամ 7 օր 7 գիշեր քուրծով ուզե ապրիլ։ Բայց Աստված երբեմն քուրծեր կհագցնե մեզի գույրեր։ Վիճակներու մեջ կտնե որ հաճելի չէ։ Բայց հավիտյան անոր մեջ պիտի գնանք, ամեն։ Պիտի փոխե Աստված։ Սուքս բարի փոխեցիր, քուրծս ինձ մի հանեցիր։ Դոգա այդ հանդերձի մեջ որ Աստված դրել է քեզի։ Որքան որ դժվար լա։ Որքան որ դժվար անդեսվիս, կամ փաստանվիս, սխալ կհասկացվիս, ինչ որ է։ Աստված ադիգա գարդուն է որ թուն մեջ հետ մակրվիս։ Տերը գծեցնե հբարդությունս, Տերը գծեցնե իմ ինքնափավլալս, Տերը գծեցնե որ ես միտքով գիտեմ շատ բաներ, հոգիս մեջ պետք է իտնա։ Ուրեմն քույրեր, արդոնե Աստված ինչ հանդերձ որ դվեր է քեզ հիմա կյանքիդ մեջ եւ սպասի հարմար ժամանակին որ այդ վերարգուտ հաստատես։ Ինքսինքդ մի դեղավորեր այն թիրքի մեջ որ Աստված սահմանած չէ քեզի։ Դերևս Աստված քեզի բիտնանի հոն։ Ինչպես որ Հովսեփի դվավ այդ պատկամը 17 տարեկանին, բայց Հովսեփ տուն դեր հիմա հոն չես։ Տուն ինչ վիճակները բիդանցնիս որ շքեղ բարավոր հանդերձ ապնես։ Ուրեմն ես եւ տուն ալքույրեր չի դեղավորենք ինքսինքնից վիճակի մեջ թե որ Աստված դակավին չէ վիճակած քեզի անիգա։ Սպասե։ Եվ Աստված քույրեր հեղինակություն կգործածի որովհետեւ մեր հանդերձները այսինքն բանն է գնքե կամ վերեն ըլլալը հասավորե։ Միշտ ադորամար ես օրինակ համար որպես կին ոյե մեկ որոշում որ բիդարնեմ միշտ ամուսնիս կհարցնեմ ինչ կխորիս երբեմն ինձ կսկսացնի ես միտքս կսեմ որ չէ ես հիմա բիտվազեմ ասի բիտնեմ գսե ոչ միտքս կսեմ որ չի գիտեր ինքը չի տեսներ ես ինչպես կտեսնեմ բայց հետո երբ որ ադեններ անգետ կսեմ որ թշգամագելով կհնազանդիմ քանի որ մտքիս մեջ են իր սածը խելքից չի բարգիր ես ուրիշ կտեսնեմ որ ինքը ուրիշ ակնոցը թիգելով բայց քանի որ գիտեմ որ որպես կին պետք է հնազանդիմ օքեյ գսեմ կհնազանդիմ հետո կտեսնեմ որ հա ինքը փամը դեսա որ ես ադի գույր էի չի դեսա ուրեմն քույրեր շատ ադեն եղած է ինձի բաներ ուզած եմ մնել ինձի սկսուշացուցած է եթե ալ քիչ մը գոդոշս բարձրացնեմ դերևս քիչ մը ասանք բրգումով բիդլա սկսուշացումը անգետ կխոսեմ որ սեզի հետ եւ հետո դեսած եմ որ ով դեր որքան պետք է խոնարհ լամ ես որքան պետք է ընդունիմ քու ծրակիրը ինձի համար ադոր համար միշտ շիտակ բան է հեղինակություններու դակ աշխատիլ եւ հեղինակությունները քույրեր դեզի արակ ադոր մասին խոսիմ Աստված հեղինակություններ ծրած է մեր մեջ որպես զավակ ծնող պետք է դեն հեղինակություններ եւ որ գամուսնանաս ամուսին կգա հեղինակությունը եկեղեցի մեջ եկեղեցու առաջնորդները մեր հեղինակություններն են դբրոցի մեջ ուսուցիչ դնորենություն հեղինակություն է հոգապարծություն երկրի մեջ կառավարություն հիմա մի հարցնեք ինչ տեսակ հեղինակություններ են հոմբի չի եսան փայց եւ այնպես երբ որ Աստծո զավակ մենք այդ հեղինակության տակ կգենանք Աստված մեր հնազանդությունը կբատվի հիմա հեղինակությունը գնամանի Հովանոցի երբ որ դուրս գելես անցրև ու կա Հովանոցը կփանաս էտերևս այդ Հովանոցը ձագ է դու բիտրչվիս հեղինակությունը կադարյալ չէ քույրս ամուսինս կադարյալ չէ եկեղեցին որ գերտաս կադարյալ չէ եւ կառավարությունից կադարյալ չէ ուր կուզե թողնա ոչ ոչ Կանադա չի կադարյալ բայց եւ այնպես Աստուծմե դրված մեզի պաշտպանություններ են անում երբ որ մենք գամովին քիտնալով իրենց դգարությունը անոնց դակը կգենանք Աստված մեզի կպաշտպանի օքեյ երբ որ ցունքու քիդագից ես քու վերարգուիտ եւ արաքելությանը սպասե որ հեղինակությունը քեզի առաջնորդ է որովհետեւ նայեցեք կորս կարակերոցը մի քանի համար պիտի գարտամ 6 կսե ասոնք արաքյալներուն արչև գայնեցուցին անոնք ալ աղոտ կնելով ցերկերին անոնց վրա դրին ասի սարգավակներուն համար է իրենք իրենց մի գլուխ վերցնելով անկախ բաներ չերին միշտ հեղինակության տակ աշխատեցան օրհնությունը արին Դարձյալ կորս կարակելոց 12 գսե զադեցեք ինձի Փարնապասը եւ Սողոսը նորեն հեղինակության տակ աշխատեցան ես շատ պիտի քաչալերեմ ցես քույրեր որ միշտ երբ որ ոյ մեկ հոգեվոր կորց կնեք վերարգուտ պիտակնից չէ բիծարայես միշտ հեղինակության տակ է քու ապահովության համար ինչու
որովհետև երբ որ այդ ապահովությունը չունիս, անպայման սատանան պիտի ընե խնդիր մի հանե ոստեղը գուզարայության մեջ։ Բայց երբ որ դու հեղինակության պաշտպանություն ունիս, անկախ չես գործեր որ դժվարության բարակային քեզի պաշտպանող ունիս։ Շատ կարևոր է ասի։ Միջանկյալ ցեզի այս խորհուրդն ալուզեցի դալ։ Դարձյալ գիտակցիր որ վերարգուտ փորձության պիտի ենթարկվի, գոչումդ պիտի քննվի եւ ինչպես Հովսեփի քունավոր Պատմուջանը նախանցի կրկրեցիր եղբայրները, Պատմուջանը արյուն մեջ վիթաթխվի ալեներ։ Ոժարես ադոր։ Աստված շարդոնես Հովսեփի, անշուշտ։ Եթե Հովսեփ գիտնար գսեր որ հորենա Պատմուջանը դուրինձին է փամփամ նա չեմ ուզեր։ Չեմ ուզեր։ Եթե գիտնար ինչերը բիրանցնի։ Աստված մեզի սկիզբեն մեր բոլոր կյանքին ասած ծրագիրը վիդեոյի պես արժանից չի բանալ։ Չէ՞ որ դու վաղաս պիտլաս, հետո հիվանդ պիտլաս, հետո զավակդ, հետո ամուսինդ, հետո ասի, ամա գիտնանք նենք հիմա կնե, դաստին գնենք։ Բայց Աստված ուժը գուտա օրին հայամատի որ քու վերարգուտ արյուն մեջ տակվի, ինչպես որ Հովսեփին եղավ։ Եվ անփաստանություն Հովսեփի հանդերձը գնգանքով սուտ փաստներ նայեցեք Ծննդոց 39:18 ինչ կսե։ Գինը, գիտեք, երբ որ Հովսեփ բախավ գնաց, Բեդապեստուն եկավ գսե, ու երբ ինձ ցայնս վերցուցի ու բորացի, իր հանդերձը քովս թողուց, փաստա, սուտ փաստա ցերկը։ Ադորամար քույրեր ինչպես քիչ առաջացի, սուտ անփաստանություններ գրնա ալլան պիտի ըլլան, բայց Աստված ամենը անանք մը կշաղախե Փարի կորձագից գնա։ Դերևս դու սուտ անփաստանության հետ կփանդ բիդերտաս։ Ոժարես։ Բայց գիտեք Հովսեփի կյանքի մեջ միշտ կկարտանք Աստված իրեն հետ էր։ Կարևորը Աստված էր թողնա, դու ապահովես այնադե։ Եվ Պատմուջանը հոգևոր առաքինություններ պետք ունի։ Նայեցեք Կողոսացիս 3 12-14 ինչ կսե Կողոսացիս 3 12-14 Ուստի Աստծո ընդրյալ սուրբերու եւ սիրելիներու պես ծեր վրա հակեք պատմուջաներն ասում ինչ պիտակնին քութը ողորմությունը քաղցրությունը խոնարհությունը հեզությունը երկայն մտությունը իրարու համբերելով եւ իրարու ներելով եթե մեկը մեկուն թեմ դրդունչ մունենա ունենք իրարու թեմ դրդունչներ անալ ինչպես Քրիստոս ցեզի ներեց նույնպես ալցուկ եւ այս ամեն բաներուն վրա սերը հակեք որ գադարելության կապն է հակնիլ հանել հին մարդը հանեցեք հին վերարգուն հանեցեք իրաղդոտ տոբրակներով նորը հակեք որ աս ամեն արեքինություններ ունի հիմա ասում կարելի չէ որ մենք ամենը մեր մեջ ունենանք բայց Սուրբ Հոգին զորությունով իր բդուղն է չէ Սուրբ Հոգին բդուղը օրս օրը Քրիստոս պիտի ցեվագերվի մեր մեջը որովհետեւ այդ վերարգուն որ ունենք կորձածենք Աստծո փառքին համար ուրեմն աղոթքի պատմուջանը ակիր քույրս որպես կին ամուսինից համար աղոթ է եթե ամուսին ողջ է դակավին եթե ողջ է իր բարականերուն համար աղոթ է որպես մայր զավակներուն համար աղոթ է մեր զավակներն նյութեր ունին հիմա ամենուտ արիտամն է միջի իրունոս գնանք ամեն պատմեցեք ձեր զավակներուն դերդերը ադերներ եղած է որպես մայր անգողի մը դերես մինչև արդյոք հարցերես անգերձամ եղել է ինձի հետո գսեմ որ իմ Աստվածս ավելի մեծ է ես ասկան նյութներով մարմինս պիտի վնասեմ ես տեղում չեմ գնար հասնիլ Աստծո ցերկերու մեջ կցկեմ քանի որ Աստված ինձ մե ավելի կսիրե իմ զավակներս Աստված քեզ մե ավելի քու զավակներդ կսիրե քույրս որպես մայր աղոթքի պատմուջանը հակիր մդիր քու ներքին սենյակը դու թուրդ կոցե աղոթ գրեք հորդ որ քաղդու գտնվի եւ քու հայրս որ քաղդու կգտեսնե քեզի հայտնաբես հատուցում պիտի վստահիր իրեն իր ժամանակին սպասե եւ անշուշտ որպես հավատացյալ քույր մենք մեկս մյուսից իրար համար պետք է աղոթենք Ադեներ քունս փախին է իրունը առանց պատճառի ասիկան ոյ մեկ նյութով չի երբեմն գլա գիտեք տարիքից կարնեք բադայի գմտնեմ անգոն չեմ գնար կնանալ միտքս առանց կնալու աշխատի կսկսեմ եկեղեցին բդդիվ գիտեք ամա դեղ ունի եկեղեցի մեջ չդագեմ ամա կանին նույն դեղը դապուն անած է գարտես ատերեն ադի իմ դեղս է մեկը ստերժի մեկը չգնալ իմ դեղս նստի կբդդի մասանք ասկույրը աս եղբայրը արդեն նյութերը ամեն մեկուն նյութը իր մե ավելի է մեկը հիվանդ է մեկը դունը բիտ փոխադրվի մեկը թուղթի հարց ունի մեկը զավակը մեկուն ամուսինը մեկուն գինը ինչ գիտնամ դերդերը չի վերջանար որ
Արդեն մեմնա գտեսնեմ, որ անուշ բեբեկի վես բարգերեմ, արդու եղեր է, ուրեմն ատ պատմուջան նահակիր, քունս պախին անիգա հակիր վիրս, բդդիր, եթե եղեցի միջիշ բդդիր, թաղերը բդդիր, բուրճան մուդեն սկսիր, ելիր, մինչե բիքվայ ելիր, բոլորի պանանը բդդիր, դուս ելիր էդո, Ամերիկա, Կանադա, որում որ գիտես, աղոտ է իրենց համար։ Եվ ամենեն կարևորը քույրեր, թուն փրկության արդարության պատմուջանը հակած ես։ Ավոր մտիկ կնենք, հավատացյալ գսենք ինքնիսից, ամենեն կարևորը վստահ եղիր, որ փրկված ես։ Քանի որ Եսայի 61:10, Եսայի 61:10 այսեք ինչպես է Աստծո խոսքը 61:10։ Ես Տերոջմով մեծաբես պիտի ցնծամ ու իմ հոգիս իմ Աստուծովս պիտի ուրախանա։ Ինչու՞։ Քանզի ինձի փրկության հանդերձներ հագցուց։ Հակած ես փրկության հանդերձը։ Փաստուր Աստծո, հալելույա, ամենս է Տեր Հիսուս։ Ես վստահ եմ, որ փրկված եմ, անունս գրված է գենաց գրքի մեջ։ Հիսուսի արյունով փրկված եմ, լվացված եմ իմ մեղքերից, վստահ եղեք Աստծո։ Իշալլա միսեք իշալլա։ Եվ թերևս դուք չեք ասել, ուրիշն ալ ասեն է, շիդակ ցևով իրենց դաստիարակելու կամ ուսուցանելու այդ շնորհքը դա Աստված մեզի։ Մեր ծրացիներուն, մեր բարեկամներուն, ասկականներուն, հարևաններուն։ Զիս արդարության պատմուջանով ծածկեց։ Փեսայի պես որ իրեն փառավոր խույր գտնե ու հարսի պես որ իր զարդերով կզարդարվի։ Արդարության փեհես եւ հայտնության մեջ վերջին համար մգուզեմ գարտալ եւ անով փագել հայտնություն 19:8 եւ իրեն դրվեցա որ մաքուր ու լուսափայել փեհես հակնի քանզի այն փեհեսը սուրբերուն արդարությունն է։ Փառքը լավ որ քույրեր, եթե մենք դոգանք թիմանանք ասկյանքի նեղություններուն, դարբեր վերարգուներ որ Աստված պիտի արդոնե որ հակնինք, արին մեջ սաթխված, բեդապրեսի գնգանցեր կմնացած, անպաստանված, զրբարդված, անդեսված, լքված, առանցին, փեհես, շքեղ, ինչ որ է կյանքի վիճակը, ամենեն կարևորը, բայց ասում ամեն ժամանակավոր պատմուջաններ են արդարության ըսկեսը դերը պիտի հագցնե մեզի, ուրեմն անով ուրախանանք, քաչալերվինք, երբ որ օթերը բաղեդ ամեն ադեմ որ ժակետ պիտի հագնի, հիշեցեք ասպատկամը եւ աղոթքով մեկս մյուսիս զորավիկ կենանք, որպես միապան քույրեր, ամեն աղոթենք։ Երկնավոր Հայրս դրանց շնորհակալ եմ այս արիքին համար եւ այս քույրերուս համար, որոնք իրենց զուգ ժամանակը դրամատրեցին, կալու որբեսի դեր միապան օգյով լսեն, երգեն, աղոթեն, մասնակցին, դեր ամեն մեկս հիմա այս ժամանակի մեջ վերարգումը հակածենք։ Թերևս չենք սիրարած վերարգում, գգջեմեզի, թերևս քուրց է, թերևս արյուն մեջ թաթխված վերարգու է, բայց հավիդյան բիտ չի մնա դեր։ Կարևորը ես անդրադառնամ, որ իմ սրտիս մեջ ինչ կնես, այդ վերարգուն, որում դագնեմ ես, սրբակրվիմ, խոնարհիմ, խոստովանիմ, հանձնվիմ եւ սպասեմ այդ օրվան, որ քուրցս պիտի հանես եւ ինձի արդարության փեզները պիտի հագցնես։ Օրդն է ամեն մեկ քույրս, օրդն է առաջնորդները այս եկեղեցին, պաշտպանե գրագե բարիս մտիր, մեր ընտանիքները, զավակները, թորնիկները քեզի կփերենք դեր, արյունի դագը ծածկե, չարը որ գուքա կողնալու, գործընծնելու եւ ըսպաննելու թուն եկած ես կյանք եւ ալ ավելի կյանք տալու։ Օրդնյալ լա քսուր փանունած այս բոլոր անունով խնդրեցի։ Ամեն։